որ Միրոնոժնիկի արարողության էր Փաշինյանը մասնակցում եւ թիմը իշխող եւս ողջ վերնախավով այդ ժամանակ այդ հարցը չկար, որ ուխտադրուժը հնարավոր է զավակ ունի, հիմա առաջացավ։ Այո, ենթադրում եմ չկար այդ ժամանակ։ Չեմ բացառում, որ նոր եմ parcel։ Պարոն Խուդասյան, դուք օրինակ որ հանդիպում Թե դուք հաշտեք այդ մտքի հետ։ Իսկ դուք հաշտեք վարչապետի ընտրած բառապաշարի։ Իսկ դուք հաշտեք այդ մտքի հետ։ Վարչապետը իր բառապաշարի մասով մեկնաբանություն տվել է, ես ավելացնելու բան չունեմ։ Չէ, այդ մտքի հետ օրինակ դուք հաշտեք, որ կարող են բազմաթիվ բարձրաստիճան եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, ովքեր իրենց կարգավիճակի բերումով պիտի կուսակրոն լինեին, կուսակրոն չեն եւ երեխա կամ երեխաներ ունեն։ Օրինակ դուք այդ իրավիճակի հետ Ես ուրախ եմ, ուրեմն ես ուրախ եմ, որ մեր բոլորի օրակարգում կան հարցեր, որոնց մասին եւ ես եւ դուք նույն կարծիքի ենք։ Պարոն Խուդասյան, հիմա երբ որ քաղաքացին հաշտ չէ, որ եկեղեցում կա հոգեվորական, որը խախտել է, հա, կուսակրոնության օգուտը, քաղաքացին հաշտ չէ նրա հետ, որ 21 թվականին գնացել է ընտրության, քվեարկել է ՔՊ-ի օգտին լրիվ այլ ծրագրի համար, բայց հիմա լրիվ այլ բան է տեսնում։ Այդ քաղաքացին ինչ անի։ Քաղաքացին քաղաքական process-ների մեջ այն քաղաքացիները, որոնք դժգոհ են, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված միջոցներ ձեռնարկելու հնարավորություն ունեն։ Դրանից հետո ենթադրում եմ այդ քաղաքացիների մի մասը, որոնք դժգոհ են կամ դժգոհություններ ունեն, որոշակի փողոցային process-ներում են ներգրավել, ինչին մենք նորմալ ենք վերաբերվում, եւ այն քաղաքացիները, որոնք դժգոհ են կամ դժգոհություններ ունեն, իրենց ձայնը բարձրաձայնելու հնարավորություն կունենան նաև 2026 թվականին։ Քաղաքական process-ների մասով քաղաքացիները իրենց ձայնը բարձրացնելու հնարավորություն են ունեցել առնվազն 2018 թվականին եւ դրանից հետո եւ կարծում եմ քաղաքացիները նույն հնարավորությունը պետք է ունենան, եթե հաշտ չեն ուրեմն վեհարանում տեղ ունեցող process-ների հետ, ներառյալ կուսակրոնության ենթադրյալ խախտման մասով եւ խնդրում եմ քաղաքացուն չզրկել այդ հնարավորությունից եւ եթե կան այդպիսի քաղաքացիներ, որոնք դժգոհ են այդ քաղաքացիների ինչպես քաղաքական իշխանությունից, այնպես էլ հոգեվոր իշխանությունից դժգոհություն արտահայտելու իրավունք եւ հնարավորություն։ Դուք հաշտեք, պարոն Խուդասյան, դուք հաշտեք Արցախի հայաթափմանը, հաշտեք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ։ Հաշտեք այս երկու հարցերի հետ կապված։ Եվ եթե հաշտ չեք, արդյոք այդ իշխանությունը, որի օրոք մենք Արցախ ենք կորցրել, չպիտի նույն ձև, ոնց որ վեհարանից են պահանջում հանել, չպիտի նույն ձև կառավարությունից հանվի։ Իշխանությանը հանելու միակ լեգիտիմ ուրեմն եղանակը 2026 թվականի ընտրություններն են։ Դրանից նախորդող միակ լեգիտիմ հնարավորություն են եղել նաև 2021 թվականի ընտրությունները եւ 2021 թվականի ընտրություններին Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իշխանությանը հնարավորություն է տվել շարունակելու պետական կառավարումը մինչեւ 2026 թվական։ 2026 թվականներին եկել է իշխանության համաժողովրդական մեծ ընդվզման թավշյա ոչ բռնի հեղափոխության արդյունքում եւ դրանից հետո արդեն հաջորդ ընտրություններին, որոնք եղել են 2018 թվականի դեկտեմբերին, մեծ ձայներ ստանալու արդյունքում, եթե դուք այդ լեգիտիմությունը հնչեցրիք, որ ուրեմն իշխանությունները լեգիտիմ չեն, ես պիտի պնդեմ, որ Հայաստանի իշխանությունները Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենալեգիտիմ իշխանություններն են, որովհետև այդ ընտրությունների արդյունքները նախ վարչապետի ուղիղ ընտրության ազգային ժողովում մասնակցել են նաև այդ ժամանակ իշխող, դրանից հետո արդեն ուրեմն ընդդիմադիր դարձող բազմաթիվ քաղաքական գործիչներ են քվեարկել վարչապետի օգտին եւ այդ հարցը առաջին հերթին հենց իրենց պիտի տրվի եւ երկրորդը դրանից հետո 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների արդյունքները քաղաքական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի եւ նաեւ չմասնակից քաղաքական ուժերից ոչ մեկի կողմից չի վիճարկվել, հետեւաբար այո, այդ պնդումի իմ տեղին է կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության բարձրագույն մակարդակ ունեցող մեծամասնություն։ Համաձայն եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվում են ու չեն անում իրենց ծրագիր, այսինքն լրիվ ուրիշ հակառակ ուղղությամբ է գնում, Արցախի հարցը դնում են մի կողմ ինքնորոշման իրավունք։ Ձեր ասածը գնահատականներ են, իսկ ճշող մեծամասնության գնահատականը ճշող մեծամասնության գնահատակը դուք 2020 թվականին էլ 2020, հա, իմ ասեմ 2020-ին էլ այլ բան եք փաստ ներկայացնում, 2021-ի ընտրությունները այլ իրավիճակ ցույց տվեցին, հիմա այսօր այլ բան եք ներկայացնում, ես վստահ եմ, որ 2020
6 թվականի հունիսյան ընտրությունները այլ իրավիճակ են ցույց տալու։ Դուք համաձայն եք այն ավելի շատ մեծ մեղք, թե բարած քաղաքականության արդյունքում բազմաթիվ զավակների մահվան պատճառ։ Ես հենց այդ նույն հարցը, հենց այդ նույն բառապաշարով եւ հենց այդ ձեր կողմից հնչել է ընդամենը մի քանի օր առաջ այստեղից ոչ մեծ հեռավորության վրա էլի ազգային ժողովում, ես այդ նույն հարցին տվել եմ պատասխան եւ այդ պատասխանին ավելացնելու ոչինչ չկա։ Պարոն Խուդատյան, դուք Չեք ասել ներողություն։ Ձայնագրությունները կան, կարող եք նայել, վստահաբար կփոխանցեն ձեզ գործընկերները։ Դուք համաձայն եք, այսինքն Փաշինյանի այն պնդման հետ, որ Լևոն Տրպետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է։ Եթե նկատի ունենք նախագահական երկրորդ ընտրությունները իր երկրորդ ժամկետի հետ կապված Հայաստանի ճնշող մեծամասնությունն է այդ կարծիքով համակարծիք եւ այդ մասը բազմաթիվ անգամներ քննարկվել է նաեւ ընդդիմության ուրեմն հետ պատերազմյան ժամանակների լիդերը եւ վարչապետի կարկառուն տեխնացուն է ընդդիմության պնդել դրա մասին այնպես որ այս հարցը թվականին Նիկոլ Փաշինյանը դուրս էր եկել Լևոն Տրպետրոսյանի տալիս այս հարցը խորհուրդ եմ տալիս նաեւ տալ ընդդիմության այն ժամանակվա 2018-ի հետ պատերազմյան 2020-ի հետ պատերազմական ժամանակների ընդդիմության կարկառուն լիդեր Վազգեն Մանուկյանը Բա ինչ էր 2008 թվականին դուրս եկել 2008 թվականին բազմաթիվ այդպիսի խոսակցություններ են եղել, ոչ դուք սխալվում եք, բազմաթիվ այդպիսի խոսակցություններ են եղել, բազմաթիվ այդպիսի մեկնաբանություններ են եղել, եւ եթե այդ մեկնաբանություններին ժամանակ տրամադրեք, վստահ եմ համացանցը դրան գտնելու Եթե ընտրակեղծարար էր ինչ որ հրապարակում Լևոն 2008-յան պրոցեսների մասով լրիվ այլ իրավիճակ ենք ունեցել, որովհետև փաստացի մի կողմում եղել է ժողովուրդը իր նախագահական ընտրությունների տեխնացիով, մյուս կողմում եղել է ժողովրդից իշխանություն խլած քաղաքական մեծամասնությունը, որը դրանից հետո մարտի 1-ից, այսինքն հետո 10 տարի իշխելու երկիրը կառավարելու հնարավորություն է ունեցել, եւ այն պրոցեսներում, որտեղ մի կողմում ժողովուրդն է, իսկ մյուս կողմում ժողովրդից ուրեմն ընտրակեղծիքների միջոցով իշխանություն խլել ցանկացողները այդ դեպքում այլ տեղ քան ժողովրդի կողքն է կանգնելու հնարավորություն չկա իմիջիալոց այդ նույն տրամաբանության մեջ վարչապետը նաև 2013 թվականի ուրեմն նախագահական ընտրություններից հետո երբ որ ինքը մասնակցում է Ռաֆի Հովհաննիսյանի կազմակերպած ուրեմն հանրահավաքներին ինքը հենց դրա մասին նաև այնտեղ է ասել 2013 թվականին, որ ես ի սկզբանե չեմ աջակցել Ռաֆի Հովհաննիսյանին, բայց երբ որ ստեղծվում է մի իրավիճակ, երբ որ մի կողքում հիմա նույն իրավիճակը, հիմա նույն շատ հստակ պատասխանում եմ, երբ որ ստեղծվում է քաղաքականության մեջ մի իրավիճակ, որտեղ մի կողմում ժողովուրդն է եւ մյուս կողմում ժողովրդից իշխանություն փորձել գողացող ուրեմն խումբն է, այդ դեպքում կանգնել այլ տեղ քան ժողովրդի կողքն է, այլ հնարավորություն քաղաքական գործի չունի։